Անցած շաբաթ օրվանից ի վեր Միացյալ Նահանգները եւ Իսրայելը Իրանում ավելի քան 2000 թիրախների են հարվածել, զոհվել է ավելի քան 200 մարդ, այդ թվում Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Հոսեյնի Խամենեին, պետական եւ զինվորական բարձրաստիճան պաշտոնյաներ։ Իրանի ժամանակավոր գերագույն հոգևոր առաջնորդ է նշանակվել Այաթոլլահ Ալի Ռեզա Արաֆին։ Իրանը պատասխան ռազմական գործողություններ է կատարում թիրախավորելով մասնավորապես Պարսից ծոցի շրջանի արաբական երկրներում գտնվող ամերիկյան ռազմական հենակետերը եւ պետական ու ռազմական օբյեկտներ Իսրայելում։ Բեյթ Շեմեշ ավանում իրանական հրթիռը հարվածել է սինագոգին, սպանվել է առնվազն 9 հրեա հավատացյալ։ Հրեից պետության տարածքը հրթիռակոծման է ենթարկվում նաև Լիբանանից, որի հարավային հատվածում 1980-ականներից տեղակայվել է Իրանի հովանու ներքո գործող Հեզբոլլահը։ Երեք իսրայելյան օդուժը Թեհրանի հյուսիսում հարվածել է Իրանի պետական հեռուստատեսության աշտարակին։ Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան գործողությունը հսկայական արձագանք է ստացել ամբողջ աշխարհում, մեծ թվով երկրներում հակաամերիկյան եւ հակաիսրայելյան ցույցեր են, որոնք ուղեկցվում են բախումներով։ Հարյուրավոր բողոքավորներ փորձել են ներխուժել Իրաքի մայրաքաղաք Բաղդադի այսպես կոչված կանաչ գոտի դեսպանատների, միջազգային կառույցների, պետական հիմնարկների գերպաշտպանված թաղամաս։ Անվտանգության ուժերը նախազգուշական կրակով եւ արցունքաբեր գազով են հետ մղել զայրացած մարդկանց։ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում Հեզբոլլահի հարյուրավոր աջակիցներ երեք հավաքվել են սգալու Այաթոլլահ Խամենեիի մահը։ Նրանք վանկարկել են մահ Ամերիկային, մահ Իսրայելին։ Նրանց համոզմամբ ամերիկան աշխարհի սատանան է, Հեզբոլլահի աջակից Ալի Ջաբեր։ Կապ չունի թե որքան է նա հազորանում, մեծ սատանա Ամերիկան ի վերջո կտապալվի, եւ Աստծո կամոք այդ հարվածները կլինեն Իսրայելի եւ Ամերիկայի ամբարտավանության վերջը տարածաշրջանում։ Բողոքի ակցիաներ են Պակիստանում եւ Հնդկաստանում։ Մինչդեռ Եվրոպայում եւ Ամերիկայում մեծ թվով իրանցիներ բառից բուն իմաստով ցնծության մեջ են, հուսով են, որ Այաթոլլահի սպանությանը կհաջորդի կրոնապետության տապալումը եւ հնարավոր կլինի Իրանում աշխարհիկ դեմոկրատական պետություն կայացնել։ Ահա Փարիզում իրանցիները երգում ու պարում են, ժամանակին նրանք կամ նրանց նախնիները փախուստի են դիմել Իրանից։ Մեծ խանդավառություն է նաև Լոս Անջելեսում, այստեղ իրանցիները պարզել են դրոշը, որը Իրանում պետական սիմվոլ էր մինչև 1979 թվականի մահմեդական հեղափոխությունը։ Ինչ աստիճանի է ատելությունը վարչակարգի հանդեպ, եթե մարդիկ իրենց նախնյաց հայրենիքում տեղի ունեցող ողբերգական իրադարձություններին արձագանքում են շնորհակալություն քեզ Նեթանյահու, շնորհակալություն քեզ Թրամփ վանկարկումներով։ Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը այսօր ասել է, թե հիմա աշխարհի աչքի առաջ չարյաց կայսրությունը եւ դրա լիազորված կամակատարները տապալվում են։ Խորհուրդ եմ տալիս այդ կամակատարներին, որ նրանց մտքով իսկ չանցնի մեզ հետ նոր պատերազմ սկսելու գայթակղությունը։ Մենք այլևս չենք հանդուրժի եւ թույլ չենք տա, որ նրանք իրենց ուժերը կուտակեն մեր սահմանին։ Կոշտ հայտարարությամբ է հանդես եկել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ An Iranian regime armed with long-range missiles and nuclear weapons would be a Հեռահար հրթիռներով եւ միջուկային զենքով զինված իրանական ռեժիմը լուրջ սպառնալիք կլինի յուրաքանչյուր ամերիկացու համար։ Մենք չենք կարող թույլ տալ, որ ահաբեկչական բանակները հովանավորող երկիրը նման զենք ունենա եւ այն կիրառի իր չար նպատակների համար։ Մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա։ To their evil will, not going to let it happen. Թրամփը Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին վերստին հորդորել է հանձնվել, ասելով, թե այլընտրանքը անխուսափելի մահն է, ապա Թրամփը դիմել է շարքային իրանցիներին։ I call upon all Iranian patriots who yearn for freedom. Ես կոչ եմ անում բոլոր իրանցի հայրենասերներին, որոնք կարոտում են ազատությանը, օգտվելու այս պահից, լինելու քաջ, համարձակ, հերոսական եւ վերադարձնելու իրենց երկիրը։ Ամերիկան ձեզ հետ է։
Ես խոստում տվեցի ձեզ եւ կատարեցի այդ խոստումը։ Մնացածը կախված կլինի ձեզանից։ Մենք այստեղ կլինենք օգնելու համար։ The rest will be up to you, but we'll be there to help. Այսօր Թեհրանը նորից ենթարկվել է օդային հարվածների, կան զոհեր եւ վիրավորներ։ از اینجا میاد اینجا